պատճառը պարզակցությանը դեր չի կողմերոշում, թե այլ համամատեղան, որոնք տեսնում են հաղթեց տեխնացուին, երկրորդ հարցը երաշխավորված խաղացան կապված պարոն Սիմոնյանն ասաց, որ սա չի նշանակում, որ վերաբանացելու են խաղացան պայմանագրի տեքստը նախագիծը, հետևաբար ինչպես է Ադրբեջանին համոզելու, որպեսզի նա համաձայնի երաշխավորներ ընդգրկել այդ խաղացան պայմանագրում, եւ եթե կարող եք գոնե մեր կողմ ներկայացնել, թե որքան աշխատատեղեր ծրագրում բացել թոշակները, որքան է պատրաստվում բարձրացնել, ըստ սրանք նաեւ կարևորագույն ծրագրեր են այլ մահապանների Շնորհակալություն հարցի համար, կարծում եմ դահլիճում առկա լրատվամիջոցների իմ գործընկերների մասնությանը հետաքրքրող ամենակարևոր հարցերից մեկը դուք հնչեցրեցիք, մասնավորապես խոսքը Բարգավաճ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուի հետ կապված հարցադրումն է, որը այս օրերի ընթացքում պարբերաբար եւ անընդհատ բոլոր հնարավոր եւ անհնարին հարթակներով եւ միջոցների կողմից հնչում է։ Տեսեք, այստեղ որևէ չկողմնորոշվելու մասին որևէ խոսակցություն չկա։ Օրենքը որևէ կերպ չի պարտադրում այս կամ այն պահին հնչեցնել մեր վարչապետի թեկնածուի անունը։ Գագիկ Ծառուկյանը բազմիցս ասել է, որ մենք ունենք մի քանի թեկնածուներ, իրականում պատրաստված, գրագետ, բանիմաց, տարբեր ոլորտներում շատ հեղինակավոր այսպես մասնագետներ եւ լավ ճանապարհ անցած եւ որևէ կաշկանդվածություն չունենք ցանկացած պահին անուն հրապարակելու, սակայն նաեւ միևնույն ժամանակ որևէ շտապելու հարց չունենք։ Մենք գնում ենք քայլերով։ Մենք ներկայացրել ենք մեր քաղաքական թիմը, դուք գիտեք մեր քաղաքական առաջնորդին, մենք ներկայացնում ենք նախընտրական ծրագիրը, որով մասնակցում ենք ընտրություններին, եւ բնական է, որ հարմար եւ պատեհ պահի Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը։ Այս մասով ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ շուտով առաջիկա օրերին դուք կլսեք վարչապետի մեր թեկնածուի անունը։ Սա այս մասով, ինչ վերաբերվում է մնացած ծրագրային դրույթներին, քանի որ փաստաթուղթը իրապես շատ մեծ ծավալի փաստաթուղթ է, մասնավորապես եթե մենք խոսում ենք թոշակների բարձրացման մասին կամ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին, բնականաբար մենք ունենք բոլոր այդ տնտեսագիտական հաշվարկները, մասնավորապես, որ թոշակները պետք է բարձրացվեն համապատասխանեցվելով նվազագույն սպառողական զամբյուղին, այնուհետև 2027 թվականից սկսած արդեն համապատասխան գնաճին ինֆլյացիայի տեմպերին դրանք պետք է փուլային տարբերակով էլ ավելի բարձրացվեն։ 27 թվականից նվազագույն 50,000 դրամի, պետք է ստեղծվեն աշխատատեղեր, պետք է իրականացվեն բացվածքը մենք առաջիկա ժամերին ձեզ կներկայացնենք, պետք է իրականացվեն տնտեսական մեգանախագծեր, որոնք որ Հայաստանում ապահովելու են հազարավոր աշխատատեղեր, դրանցից հենց մեկը Հատիսում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման ծրագիրն է, որը բոլոր տնտեսագիտական հաշվարկներով եւ հիմնավորվածությամբ ստեղծելու է աշխատատեղեր, ենթակառուցվածքներ են բացելու, զբոսաշրջության զարգացմանն է նպաստելու, տարեկան մոտ 20 միլիոն զբոսաշրջիկի այցելություններ են նախատեսված եւ բնական է, որ այդ քանակի զբոսաշրջիկների այցելությունը իր դրական տնտեսական ազդեցությունն է ունենալու մեր երկրի տնտեսության զարգացման գործընթացում։